Պարոն Մինասյան, արդեն երկրորդ անգամ է նիստը գումարվում, ինչպես է ընթանում աշխատանքը, հարմարվել եք ընդդիմության կարգավիճակին։ Հարմարվելու բան չկա, մեր պարտականությունն է, եթե ստանձնել եմ այդ պարտականությունը ավագանում մանդատը վերցրել եմ, ուրեմն ես իմ լիազորությունները հստակ իրականացնելու եմ, ծառայեցնելու եմ իշակ գյումրեցիների, որևէ խնդիր չկա։ Երբ որ մեր քաղաքը դաշինքի ավականու անդամի շուրջ որոշակի գործընթացներ տեղի ունեցան, մեղադրանքները ԿՊ-ին էր ուղղված, տեղի իշխանությանը, որ ըստ էության փորձ է արվում մանդատակողություն իրականացնել։ Դե ով ինչ ասես կարող է խոսել չմեկնաբանում, որովհետև պարզվեց, որ ընդհանրապես կապ չկա։ Բացարձակ ես այդ տղային ընդհանրապես կյանքում տեսած չկա։ Ձերքով բարևած կամ գլխով բարևած ընդհանրապես տեսած չկա մեր մարդը։ Մարտան Ղուկասյանի հետ առանձին շփումներ, թեկուզ քաղաքի խնդիրների հետ կապված կան, թե չկա։ Ոչ, չի եղել։ Այստեղ նիստերի տալիջում ինչ-որ եղել է, այդ առանձին շփվելու կարիք չկա։ Նորմալ է ամեն ինչ։ Իսկ ինչ խնդիրներ կան, որոնք այնուամենայնիվ բարձրացնելու միտում կա հենց ԿՊ-ի կողմից Գյումրիին առնչվող։ Այսինքն հարցը խնդիրները շատ կան քաղաքի հետ կապված, բազմաթիվ խնդիրներ կան հերթականությամբ, տեսեք այսօր մեր նախընտրական ծրագրում ամրագրվել էր թափառող կենդանիների համար կածարան կառուցելու հարցը, այդ ես, մեր թիմը մեծ ջանք ենք գործադրել, այդքան էլ ճիշտ մենք լոբինգ ենք արել, այդ ծրագիրը բյուջետավորման մասնակցային ծրագիրը հաստատվել է, շատ լավ է եւ մեր ծրագրային կարևոր դրույթներից մեկն է, որը կապված է գյումրեցիների նաեւ անվտանգության հետ, այդ ծրագիրը իրականացնելու ենք ի պատիվ կառավարության հաստատվել է ծրագիրը բավականին մեծ գումար փոխանցվելու է համայնքին, եթե չեմ սխալվում 20% էլ համայնքը պետք է համաֆինանսավորի, կառուցելու ենք ժամանակակից շների ստերջացման կլինիկա եւ կածարան։ Մարտան Ղուկասյանը քաղաքապետ է ձեզ։ Թե նոր հələ մարդը ինչքան ամիս մեղավ։ Մի ամսում ինչ չէ, հələ մի ամսում չես կարող գնահատական տալ։ Նոր թազա եկել է, աշխատի կերևա էլի, կաբրենք կտեսնենք, ինչպես ասում է Ընկեր Ղուկասյանը, աշխատանքները հələ նոր է սկսվել, հələ բյուջե չեն բերել, բյուջեի նախագիծ, առանց բյուջե չեն կարող ասել, թերացումները շատ են, քիչ են, այսինքն դեռ ժամանակ կա, հիմա ժամանակավրեպ է որևէ գնահատական տալը, ժամանակը կգա, աշխատանքները կտեսնենք, կգնահատենք եւ մենք որպես ավագանի եւ գյումրեցիները եւ դուք որպես մտահոգ Գյումրու հետ կապ ունեցող լրագրողներ, այնպես որ հիմա շուտ է։ Այնուամենայնիվ ԿՊ-ի պլաններում կա ինչ-որ սցենար կիրառել, որ իշխանազավթում իրականացնել։ Այո, ջան, ես մի ամիտ հարց կուտաս, եթե լիները հիմա ես պետք է հանրայնացնեի, չէ, նման բան չկա, բայց մի ամիտ հարցը քեզ չի սազում։ Չէ, որևիցե նման մեր ծրագրերը, մեր մանդատները ծառայեցնել գյումրեցիների։ Այսպես խոշորացույցով հետևելու ենք կատարվող աշխատանքներին, իրականացվող ծրագրերին, մենք մեր լիազորությունները ծառայեցնում են գյումրեցիներին, նորից նույնը կրկնեցի, ուրիշ ծրագիր չունենք։ Մեր բոլոր ծրագրերը կախված է մեր հարազատ քաղաքի, մեր երկրի, մեր պետականության, ինքնիշխանությանը եւ մեր քաղաքացիների բարօրությանը։ Պարոն Մինասյան, եւ վերջերս իմ կողմից դուք մշտապես իհարկե խոսել եք հանդուրժողականությունից, այդ թվում եւ նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում եք, որ ատելության խոսք չպետք է գեներացվի, միմյանց նկատմամբ պետք է հարգանք դրսևորվի, բայց մենք տեսնում ենք, որ այս օրերին վարչապետի տիկինը տարբեր գրառումներ է անում ու մարդկանց հարցերը ուղեք, տեսեք, երբ որ տղամարդը սկսում է կնոջից խոսել, բամբասել, կնոջ մասին վիրավորական խոսքեր ասել, այստեղ այո, յուրաքանչյուր կին էլ հնարավոր է
սկսի ինքը նույն կերպ պատասխան տալ, հասկանան, որ կա արժանապատվություն, կա ինքնասիրություն, կան կարմիր գծեր, որը չպետք է անցնեն եւ այդ տղամարդկանց հորդորում եմ, որբիսի որևէ պարագայում հայ կնոջը չթիրախավորեն, դա հայ տղամարդուն սազական չի։ Նիստը սկսվում է արդեն։ Տեսեք, այդ հարցերը Աննա Հակոբյանին խնդրում եմ եւ այդ զոհվածի ծնողներին։ Ես ինչ առնչություն ունեմ։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի սիրում եմ, հարգում եմ, մի վայրկյան սիրում եմ, հարգում եմ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվությունը յուրաքանչյուրս պարտավոր ենք հարգել։ Այդ ամեն ինչը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան, շնորհակալություն։